Նախագահ Թրամփի հանդեպ անվստահության հիմնական պատճառներից մեկը միգրացիոն ծրագիրն է։ Ստորին դատարանների մեծ մասը արգելափակում էր որոշումը, ինչը ստիպեց Սպիտակ տանը դիմել Գերագույն դատարանի աջակցությանը։ Դատական վերին ատյանը վճիռ է կայացրել հօգուտ նախագահ Թրամփի եւ հնարավորություն է տվել դադարեցնել Թրամփյան փաստաթղթի արգելափակումը։ Թրամփին ուղղված մյուս մեղադրանքը վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը։ Այդ հարցում դեմոկրատներն ու հանրապետականները միավորվել են եւ պահանջում են խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահը փորձում է դրանք մեղմել։ Սպիտակ տան վարչակազմից սպասում են վճռորոշ քայլեր նաև Մերձավոր Արևելքում ու հատկապես Սիրիայում։ Իդեպ ԱՄՆ իշխանությունները նոր մեղադրանք են պատրաստում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ։ Դամասկոսը նախապատրաստվում է նոր քիմիական հարձակման, որը մեծ թվով խաղաղ բնակիչների մահվան կհանգեցնի։ Նախապատրաստական աշխատանքները նման են 2017 թվականի ապրիլի 4-ին Ասադի ռեժիմի իրականացրած հարձակմանը նախորդած գործողություններին։ Այդ ժամանակ քիմիական հարձակման հետևանքով Խան Շեյխուն քաղաքում 100-ից ավելի խաղաղ բնակիչ մահացավ։ Սիրիական խնդիրը դարձել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հեռախոսային քննարկման թեման։ Լավրովը կոչ է արել ամերիկյան կողմին դադարեցնել սիրիական բանակի նկատմամբ սադրանքները։ Ըստ վերջին տեղեկությունների սիրիական կառավարական ուժերն ընդհանուր մոտեցել են Հոմս ու Դերզոր շրջաններին։ Չնայած Թրամփին ուղղված քննադատություններին նրա դուստրը եւ խորհրդականը Իվանկա Թրամփը հիացած է հոր քաղաքական ֆենոմենալ բնազդներով։ Նրա կարծիքով հայրը ցնցող աներևակայելի աշխատանք է կատարում։ Մարիամ Մխիթարյան, օրակարգ։